եթե ընդհանուր ամփոփելով իմ հարցերից շղթան, կուղեմ երկու գործընկերներից միանգամից, տեսեք, դուք էլ դիտարկեցիք արդեն ընդհանրապես կասկածից վեր է, որ TRIP նախագիծը անմիջական ազդեցություն ունի Հարավային Կովկասում, նաև այլ միջազգային գործընկերների, դերակատարների մոտեցումների ձևավորման վրա։ Այս համատեքստում եւ հաշվի առնելով օտարերկրյա փորձագիտական շրջանակների հետ ձեր հաճախակի շփումները, խնդրում եմ մեկնաբանել, թե ինչպիսի ընկալումներ, սպասումներ, կարող է նաև մտահոգություններ են ձևավորվել TRIP նախագծի շուրջ օտարերկրյա փորձագիտական շրջանակներում։ Խնդրեմ, դուք արդեն նախընտրեք։ Շնորհակալություն Արմենակ։ Մենք Ապրի Արմենիայում տարբեր ձևաչափերով մասնակցում ենք բազմաթիվ փորձագիտական քննարկումների ադրբեջանցի եւ թուրք փորձագետների հետ։ Եվ ես կարող եմ ասել, որպեսզի գնահատենք ընդհանրապես, սկսենք Ադրբեջանից, Ադրբեջանի փորձագետների գնահատականը, նախ ֆիքսենք, թե ինչ են պատկերացնում ադրբեջանցիները կամ Ադրբեջան պետությունը, փորձագիտական շրջանակները, երբ նրանք խոսում էին Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցման մասին 2021 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին։ Նրանց դիրքորոշումը բավականաչափ հստակ էր։ Նրանք ասում են, որ ադրբեջանցիները պետք է կարողանան Ադրբեջանից Սյունիքի տարածքով անցնել Նախիջևան նույն պայմաններով, ինչ օրինակ մենք Երևանից մեկնում ենք Գյումրի։ Այսինքն ընդհանրապես չպետք է լինի ոչ մի ստուգում, մեքենաները չպետք է կանգնեն, ոչ անձնագրային ստուգում, ոչ մաքսային ստուգում եւ ոչ էլ նույնիսկ մեքենաների կանգ։ Բնականաբար նաև ոչ մի բեռների ստուգում։ Այսպիսին էին ադրբեջանցիների պատկերացումները այդ անխոչնդոտ անցման մասին։ Եթե մենք կարդանք փաստաթղթերը, որոնք արդեն ստորագրվել են TRIP-ի շուրջ եւ նաեւ ուղարկվել են Սահմանադրական դատարան, ապա ակնհայտ է դառնում, որ TRIP-ը չի նախատեսում անցում նույն պայմաններով ադրբեջանցիների համար Ադրբեջանից Նախիջևան, ինչպես օրինակ մենք երթևեկում ենք Երևան-Գյումրի կամ իրենք երթևեկում են Բաքու-Սումգայիթ։ Հասկանալի է, որ այդտեղ լինելու է անցակետ, գիտեք, front office, back office, ես հիմա չեմ ուզում դետալների մեջ մտնեմ, բայց ամեն դեպքում սա այն չէ, ինչ, այսպես ասենք, ադրբեջանցիների լավագույն ցանկություններն էին։ Եվ մեր շփումների ընթացքում դա հստակ արտահայտվում է, որ TRIP-ը չի բավարարում ադրբեջանական կողմի ցանկությունների 100%-ով, բայց ամեն դեպքում նրանք ասում են, որ եթե տոկոսային հարաբերությամբ փորձեմ նշել, որ TRIP-ը իրենց բավարարում է 60-70%-ով։ Հասկանալի է, որ բեռների ստուգում լինելու է այդ front office կոչվածը մասնավոր ընկերությունների կողմից, գուցե նաև ոչ հայկական, բայց նաև նրանք շեշտում են, որ քանի որ Վաշինգտոնյան հռչակագրում էլ է ֆիքսված անխոչնդոտ անցումը, ապա նրանք վստահ են, որ չնայած ստուգումներ կլինեն, այսինքն մարդիկ բեռները կկանգնեն, նրանց ազնագրերը կստուգվեն, սակայն դեպքերի 99%-ի պարագայում, այսպես ասենք, հայկական կողմը այդ back office-ը չմերժի ադրբեջանցիների տարանցումը Սյունիքի տարածքով, անկախ նրանից դրանք կլինեն մարդիկ իրենց սովորական քաղաքացիական մեքենաներով թե բեռներ։ Հետևաբար ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքորոշումը այսպիսին է. կարող էր մեր համար լինել ավելի լավ TRIP-ի պայմանները, սակայն այնինչ կա, դա նույնպես մեզ բավարարում է, թեև ոչ ամբողջությամբ։ Եթե խոսում ենք Թուրքիայի մասին, տեսեք, ընդհանրապես բնականաբար Թուրքիան դեռ 1918 թվականից միշտ էլ ձգտել է ուղղակի անխոչնդոտ կապ ունել Ադրբեջանի հետ։ Եթե հետ գնանք առաջին հանրապետության շրջան, Խորհրդային Միության տարիներին բնականաբար դրա հավանականությունը 0 էր, հետո տեղ ունեցավ Արցախյան առաջին պատերազմ, հետո 2020-23 թվականի իրադարձություններ։ Հետևաբար թուրք փորձագետները ընդհանուր առմամբ դրական են արտահայտում, որ նրանք ունենան ավելի կարճ ճանապարհ դեպի Ադրբեջան։ Բոլորս գիտենք, որ Վրաստանով ճանապարհը, որը կապում է Թուրքիան Ադրբեջանի հետ, թե ավտոմոբիլային եւ թե երկաթգծային գործում է վաղուց, երկաթգծային է 2017 թվականից, սակայն Վրաստանի տարածքով նրանք անցնում են հարյուրավոր կիլոմետրեր։ Այժմ, եթե հաշվի առնենք, որ կա Թուրքիա-Նախիջևան ցամաքային կապ, ապա նրանք Հայաստանի տարածքով անցնելու են 43, 44, 45 կիլոմետր։ Հետևաբար այս առումով Թուրքիան բավականաչափ դրական է տրամադրված TRIP-ի նկատմամբ։ Կան որոշ փորձագետներ, որոնք մտավախություն ունեն ամերիկյան կողմի այս երկարաժամկետ ներկայության հետ կապված։ Նկատի ունեմ, որ նախնական պայմանավորվածությամբ առնվազն 49 տարի տրվելու են էքսկլյուզիվ իրավունքներ այդ TRIP-ի զարգացման կազմակերպությանը, որի 74%-ը պատկանելու է Միացյալ Նահանգներին։ Այս առումով թուրքական որոշ փորձագիտական շրջանակներ մտահոգություններ ունեն, որ փաստորեն, այսպես ասենք, մենք առնվազն 49 տարի պետք է հաշվի նստենք Միացյալ Նահանգների հետ այս ճանապարհը օգտագործելու համար։ Բայց չնայած դրան, ընդհանուր առմամբ թուրք փորձագետների մոտ եւս TRIP-ի նկատմամբ դիրքորոշումը դրական է։